Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր քննարկում ենք մեծ հաշվով խաղաղության օրակարգը, որը շատ ու շատ գործընկերների համար խնդիր է։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերել, ես ուզում եմ բերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի օրինակը եւ երկու մեջբերում եմ ուզում անել։ 1946 թվականին, երբ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ խոսում էին եւ հանցազրույցներ եւ ցուցմունքներ էին վերցնում, Գերման Գյորինգը նման մի արտահայտություն էր արել։ Ասում էր, որ պատերազմի ժամանակ, պատերազմ ուզելու համար պետք է միայն ասել, որ քեզ վրա հարձակվում են եւ միաժամանակ խաղաղության կողմնակիցներին հայրենասիրության պակասի մեջ մեղադրել։ Եվ հետո պնդել, որ խաղաղասերները վտանգում են երկիրը։ Հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նույն բանը մեր ընդդիմադիրները անընդհատ մեզ մեղադրում են, որ մենք հայրենասեր չենք, մենք հայրենասիրության պակաս ունենք եւ մեր երկիրը վտանգում ենք։ Եվ ինչ էր ասում Գերմանիայի վերածնունդը ապահոված նրանց նախագահ Ադենաուերը։ Ինքն ասում էր, մենք ճանապարհ դեպի լավ ապագա կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ հաղթահարենք անցյալը։ Հիմա մեր գործընկերները մնացել են անցյալի ճիրաններում, որևէ կերպ չեն ուզում հաղթահարել անցյալը եւ այնտեղ իրենց շատ լավ են զգում, որովհետեւ անցյալում կարող են ամբողջ աշխարհին մեղադրել, խղճահարություն ակնացնել, դրոշ վառել եւ իրենց դրոշ վառելու քաղաքականությամբ, այս խղճահարություն ակնացնելու քաղաքականությամբ անընդհատ տորպեդահարել խաղաղության օրակարգը։ Ընդհանրապես մենք պիտի ֆիքսենք, որ այս մարդիկ մեր ընդդիմադիրները չունեն ներկա եւ չունեն ապագա։ Շարունակում են ապրել անցյալում, իսկ մեր օրակարգը այսօր եւ հիմա խաղաղության օրակարգն է, ավարտնում եմ, որը նրանց հաճո չէ, որը նրանց գործունեությանը խանգարում է եւ որը ընդհանրապես նրանց գոյությանը խանգարում է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։